Առաջին լրատվականը շարունակում է աշխատանքը բարև ձեզ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն է մեկնարկել, հայկական պատվիրակության անդամները ակտիվ հայտարարություններով, ելույթներով են հանդես գալիս, դատապարտում են Արցախում տեղի ունեցածը։ Այս պահին մենք կապ ենք հաստատել Ստրասբուրգ, զրուցելու ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, արդեն 2 օր է աշխատանքները ընթացքի մեջ են, ընդհանրապես ինչպիսին է այս օրերի տպավորությունը, ելույթներ եք ունենում, այսօր էր կարևոր ելույթ ունեցաք, ընդհանուր ձեր տպավորությունների մասին նախ կուզեի խոսեք, ընդհանրապես այդպես ԵԽԽՎ անդամները ինչ դիրքորոշում ունեն, ինչ ելույթներով են հանդես գալիս։ Գիտեք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձևավորվել է բավականին, այսպես ասեմ, հայանպաստ մթնոլորտ, բայց նաև պետք է շատ հստակ ասեմ, որ մենք շնորհակալ ենք այս հայանպաստ մթնոլորտի համար, բայց նաև չենք թաքցնում մեր որոշակի առումով մտահոգություն այն հարցի վերաբերյալ, որ այս հարցի քննարկումը տեղի ունենում այն պահից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ հայաթափվել է, եւ մենք արդեն մոտ 1 տարի ահազանգում ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցներին, առայն որ էթնիկ զտման վտանգը շատ իրական եւ շատ իրատեսական, բայց ընդհանուր առմամբ գրեթե բոլոր քաղաքական խմբերի մոտ կա կոնսենսուս առայն, որ տեղի ունեցածը բացարձակապես անընդունելի է եւ չի տեղավորվում որևիցե եղանակով Եվրոպայի խորհրդի արժեքային համակարգի մեջ եւ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրավիճակը ինչ որտեղ նորմալանա։ Պարոն Վարդանյան, վաղը կարևոր նիստ կա, որի օրակարգում ներգրաված է նաև Արցախի հարցը։ Կներկայացնեք նախ ինչպիսի սպասելիքներ ունենք վաղվա այդ նիստից։ Գիտեք, ես մտածում եմ, որ բավականին լավ փաստաթուղթ կունենանք արդյունքում, չգիտեմ դեռ ադրբեջանական կողմը ինչ փոփոխություններ կառաջարկի, բայց այն փաստաթուղթը, որը դրվելու է շրջանառության մեջ եւ որը ընդունվելու է, կարող նշանակություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության, սա էլ պետք է ասեմ, տեղահանված բնակչության հետագա եւ կարգավիճակային եւ իրավունքների եւ անվտանգության հարցերի դիտարկման տեսանկյունից։ Իհարկե պետք է նշենք, որ այս բոլոր քննարկումները նախաձեռնվել են իրավական կոմիտեի կողմից ԵԽԽՎ դեռևս սեպտեմբերի սկզբին եւ ես որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ այդ հանձնաժողովում հստակ ասել եմ, որ գիտեք օրերի հաշվարկի հետ մենք գործ ունենք, որտեղ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ պաշարված էր այդ օրերին, այսինքն քննարկումը շատ ավելի վաղ է նախաձեռնվել, քան տեղի են ունեցել այն ագրեսիվ գործողությունները Ադրբեջանի, որոնց ականատես եղանք բոլորս, բայց սա որոշակի փոփոխություններ է մտցրել իհարկե եւ փաստաթղթի բովանդակության եւ քննարկումների բովանդակության մեջ։ Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ լրջագույն կոնսենսուս կա գրեթե բոլոր քաղաքական խմբերի միջև, ինչ եմ նշում բոլոր քաղաքական խմբերը, կարծես թե միայն կոնսերվատորների կամ այսպես կոչված կոնսերվատորների եւ դեմոկրատների ալյանսի խումբը, որը մեծաթիվ չէ, որում Ադրբեջանը բավականին դուրս ներկայացված է, կարող է որոշակի դիտարկումներ ունենալ։ Մնացած քաղաքական խմբերի մոտ կարծես թե կա հստակ կոնսենսուս առայն թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում եւ ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի կարողանանք հասնենք որոշակի արդյունավետ լուծումների։ Այսինքն, եթե շատ հակիրճ ձևակերպեմ, կարող եմ ասեմ հետեւյալը. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների մեծամասնությունը բաժանվում է 2 հատվածի, մի մասը շատ ավելի կոշտ, մի մասը հնարավորինս ավելի կոշտ միջոցների կողմնակից է, այսինքն կոշտության աստիճանի մեջ արձագանքի տարբերությունները տեսակետներ ունենք այստեղ մենք տեսնում ենք։ Պարոն Վարդանյան, այսօրվա ձեր ելույթը ընդհանրապես Սաիդովի կողմից որևէ պատասխան եղավ, թե ոչ։ Չէ, ես նույնիսկ պետության որպեսզի ավելի հստակ լինի, ելույթը տեղի ունեցել 3, բայց քանի որ ժամային տարբերություններ կար եւ այլն, ես այսօր եմ հրապարակել այն եւ այսօր է կարծես թե մամուլով տարածվել, բայց Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը իր պատասխանի մեջ որևիցե բառով չի անդրադարձել իմ հարցին։ Ինչ է սա նշանակում։ Գիտեք, բոլորը լսել են հրապարակային հարցը, ոչ ոք չի լսել հրապարակային պատասխանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պարզապես ասելիք չունի եւ չէ կարող ունենալ, որովհետեւ Ադրբեջանը այն ամբողջ քաղաքականությունը վերջին 1-5 տարվա որևիցե շրջափակում Ղարաբաղում չկա,
որ որևիցե խնդիր չկա իրականում համատացածին կասկածները, որոնք հայկական ճակերտավոր պրոպագանդայի արդյունք են, փլուզվել է եւ բոլորը հասկանում են իրական վիճակը, ցավում եմ, ես քննադատաբար պետք է մոտենամ նաեւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին, ցավում եմ, որ այդ պատասխանը եւ այդ հստակությունը շատ ավելի ուշ վրա հասավ, ինչը սովորաբար տեղի է ունենում այս կարգի կառույցների հետ։ Ուշացած ինչ որտեղ։ Այս կառույցների բարագայում։ Ուշացած ինչ որտեղ, պարոն Վարդանյան։ Գիտեք, այո, ուշացած եւ այդ ուշացումը իհարկե ես անձամբ չեմ կարող ներել, որովհետեւ մենք դրա մասին անընդհատ զգուշացնում ենք, բայց չշարունակել աշխատել միջազգային կառույցների հետ եւ նախ եւ առաջ Եվրոպայի խորհրդի հետ անթույլատրել է, որովհետեւ սա այն հարթակն է, որի միջոցով մենք կարողանում ենք մեր իրավաչափ պահանջները հասնել միջազգային հանրությանը։ Եվ այստեղ եւս մեկ անգամ ասեմ, Ադրբեջանը մնացել է բացարձակապես այն վիճակում, որը կարելի է բնութագրել որպես ամբողջական իզոլացիա։ Ըստ էության միայնակ է մնացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահսկողի այդ հարթակում։ Ֆեդերատիվ պատվիրակություններ որոշ։ Չեմ ուզում մատնանշել պետությունների անունները, ինձ թվում է բոլորը հասկացաք, ապա այո։ Պարոն Վարդանյան, ես կանշեմ, որ սա կարևոր է։ Այսօր նախարարների կոմիտեի ներկայացուցիչ Վլադ Վերդեն գործերի նախարարին բոլոր քաղաքական խմբերը գրեթե եւ հարց տվողների մեծամասնությունը ուղղել են մեկ հարց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ինչ է տեղի ունենում, ինչ միջոցներ եք ձեռնարկելու եւ ինչ պետք է իրականացնի նախարարների կոմիտեն, որպեսզի առավել հստակեցվի իրավիճակը։ Պարոն Վարդանյան, ինչ տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում, այ մեր օրակարգը կներկայացնեք, բացի վաղվա այդ կարևոր Մեր օրակարգը սկսել է երեկվանից, երեք տեղի ունեցել համատեղ նիստ, այսպես կոչվող համատեղ կոմիտեի, որը բաղկացած է ԵԽԽՎ պատվիրակությունների ղեկավարների եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից եւ այնտեղ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, վաղը տեղի կունենա 2 կարևոր իրադարձություն, առաջինը 3 հանձնաժողովի, մոնիտորինգային հանձնաժողովի, իրավական հարցերի հանձնաժողովի եւ միգրացիա հարցերի հանձնաժողովի համատեղ լսումներ, որին մասնակցելու են համապատասխան փորձագետներ, մասնավորապես Թոմաս Դևալը, դա տեղի կունենա էական ժամանակով 8:30-ից մինչև ժամը 10-ը, այնուհետ կլինի երևի հիմնական այդ թեժ քննարկումը, որի արդյունքում ընդունվելու է համապատասխան բանաձև։ Բայց հարգելի գործընկերներ, ստիպված եմ ձեզ լքել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է այն հարցի քննարկումը, որի վերաբերյալ ես եւ քեզակույց ներկայացնեմ։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան, շնորհակալ եմ պարոն Վարդանյան մեզ միանալու համար, իսկ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ կապ էինք հաստատել Ստրասբուրգ եւ զրուցում էինք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ։